Լրագրող Լիա Սարգսյանը տեղեկությունները հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի հաշվին 3 միլիարդ դրամի կամ մոտ 8 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանել բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ամեն մեկի ստացածը հասել է մինչև 18,000 դոլարի։ Եվ սա թոշակը ընդամենը 10,000 դրամով բարձրացնելն անիմաստ համարող նիկոլական էժանագին բացատրությունների ֆոնին։ Գաղտնի որոշմամբ բյուջեի հաշվին պարգևավճար բաժանելը, այսպես ասած, պետական ընտրակաշառք է։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար ուզում է պահել իր իշխանությունը եւ այլ տարբերակ չի տեսնում, քան բյուջեի եւ հարկատուներիս հաշվին կաշառք բաժանելը, իր թիմակիցներին առնելը եւ փողով քվե ստանալը։ Այժմ սկսել է չինովնիկներից։ Վերջում ամենայն հավանականությամբ կդիմի հին ու ոչ բարի 5,000 դրամով ընտրակաշառք բաժանելու մեթոդին, բայց դա իրեն չի փրկելու։